Ստեղ մի հատ լավ հարց է, ես կուզեի պատասխանել։ Հոգեբանը։ Ժողովուրդ ջան, չեք կարծում, որ լուրջ հոգեբանի կարիք ունենք տեսնել հյուրի կարգավիճակով, որ մեզ մի փոքր խորհուրդ տա, թե ոնց չխելագարվել այս պայմաններում ու ոնց քեզ պահես, երբ կողքդ պերեստրել կա։ Դե երբ կողքդ պերեստրել կա, այդտեղ ոչ թե հոգեբան է պետք, այլ հնարավորինս հեռու գնալ ու հնարավորինս արագ։ Հա։ Մենք հայերս տենց բնավորություն ունենք, չէ, որ միտեղ կրակում են, վազում ենք նայենք, էս ինչա կատարվում, այն դեպքում, որ այլ երկրներում, որտեղ ցավոք վաղուց այդ փորձը կա, մարդիկ որտեղ կրակում են, այդտեղից թռնում են։ Հիմա եթե կրակում են, ավելի լավ է հեռու գնալ։ Իսկ ընդհանուր էս վիճակին դիմանալու համար այս պահին հոգեբանի փորձ չունենք, բայց քաղաքտիվիստի ունենք կանցնի։ Ես կասեմ ոնց եմ ես այս պարբերաբար, հա, այդ ընկճախտից դուրս գալիս։ Նախ պետքա ի սկզբանե այդ գիտակցումը լինել, որ սա երկար պայքար է, եւ այս պայքարի վերջնակետը ոչ թե վայ այս տարի, վայ այս հաջորդ անգամը, վայ այս մեկը վերջինն է, այլ վերջինը այն է, որը հաջողելու է, եւ պետքա այդպես տրամադրել, որ դա կենսակերպ է դառնալու, դա կենսակերպ է եւ ոչ թե ինչ որ կարճ պայքարի ժամանակահատված։ Դա օգնում է։ Դա նաև փոխում է մոտեցումդ, որ դու հասկանաս, որ երբեմն դու պետքա հետ քայլ անես, հանգստանաս եւ այդ ընթացքում քեզ մեղավոր չզգաս, ահավոր որ դու ոչինչ չես անում, որովհետեւ արդեն ուժասպառ ես եղել, այլ ուղղակի կամքամառություն ունես, ուժերդ վերականգնես եւ վերադառնաս պայքարի առաջնագիծ, ոչ բռնի պայքարի առաջնագիծ։ Եվ մեղավոր չզգաս քեզ դրա համար։ Հա, հանգստանալը շատ կարևոր է, դադար տալը ամեն ինչից կտրվելը ինչ որ ժամանակով շատ կարևոր է, որտեվ այս վիճակը նաև հատուկ է ստեղծվում, որ մեզ հյուծի, մեզ թևաթափ անի, հուսահատեցնի, բարոյալքի եւ այլն, հա, որ դե ախպեր էլ մարդ չմնաց, մենակ մենք ենք այդպես կարծում, հա, 5 հոգով, այդ հենց մտքերը տենց բանա լինում, պետքա ինչ որ հստակ հանգստանալ։ Ռազմաճակատում ոնց է, զորքը չի կարող անընդհատ մնալ առաջին դիրքում, հա, նույնիսկ այն թեժ կռիվների ժամանակ, ասենք չգիտեմ, կարող է մի ամիս կատաղի կռվում են, մարդիկ չեն հերիքում եւ այլն, բայց հենց մի հատ դադար ալնում, իրանց առաջնագծից հետ են բերում, որ այդ մարդիկ կարողանան հանգստանան, որպեսզի չգժվեն։ Որովհետեւ այդ կարեւոր է երկարատև դիմադրություն ունենալու համար նաեւ, այսինքն այդ քեզ չպիտի մեղավոր զգաս, այլ քեզ պիտի ոնց որ գիտակցված այդ ամեն ինչ անես, հա, որ այս հանգիստը ինձ անհրաժեշտ է, որ մի ամիս հետո ես փոխարինեմ Կարենին, երբ որ Կարենը ուժասպառ կլինի, չնայած Կարենը ուշուշա ուժասպառ լինում է, իմ մոտ էլ է բանը պահեր լինում ու մենք ոնց որ նախադու ենք սովորում, որ պետքա այնուամենայնիվ մի քիչ ավելի բանը լինես, էլի։ Շատ խաբուսիկ է, հա, նամանավանդ երբ որ ինչ որ ալիք է լինում, ակտիվանում է, թվում է թե այ հիմա էսա 2-3 շաբաթում, մի ամսում եւ այլն ամեն ինչ կվերջանա, չէ, այտենց չի լինում։ Դրա համար շատ ճիշտ ասես Նարեն, երկարաժամկետ դիմադրության համար պետքա ամեն ինչ պլանավորվի, պետքա ամեն ինչ նաև այդ հանգիստը օրվա ընթացքում դու պետքա քո հանգստի ինչ որ ժամը ունենաս, այլ ոչ թե մի անգամից կպնես Facebook-ին ու ներվային անաս, հա, նույնիսկ հատուկ նես չի որ մենակ մեր մոտ է, էլի, ամբողջ աշխարհում է հիմա տենց, այդ doom scrolling, որ ասում են, մռայլ նորություններ scroll անելը, հա, այդ մեր մոտ էլ մի բան էր այն ավելի թեժ բահերին, որ անընդհատ այն որ մի քիչ ավելի երջանիկ ով մի քիչ շուտ է քնում, որովհետև երեկոյան ես հիշում եմ մի պահ անընդհատ sense Telegram-ով հատկապես ինչ որ վատ լուրերը, որ սկսում էին առաջինը Telegram-ով էին գալիս, ու այն որ sense Երանի էր տալիս, որ ով քնել է, գոնե վաղը կիմանա, այսօր հանգիստ կքնի։ Հիմա ոնց որ այդ միջավայրն է, այդ այս առօրյան, որը մի օր չի տևելու, արդեն գիտենք քանի տարի է տևում եւ դեռ չգիտենք քանի տարի կտևի։ Խոսքով քանի ստեղեք մի հատ չմոռանաք subscribe, like